եթե թույլ կտակ երկու բառեր, իհարկե միանշանակ սա ոչ միայն Արցախահայերի խնդիրն է, սա հայության խնդիրն է եւ Հայաստանի Հանրապետության խնդիրն է, ինչքան էլ այս նիկոլիստական կապիտուլյան ռեժիմի ներկայացուցիչները փորձեն դիստանցավորել եւ մոռացության տալ Արցախյան հիմնահարցը, Արցախյան հիմնահարցը կա, Արցախի խնդիրը չի վերացել, Արցախի խնդիրը առկա է Եվ վերջով մենք այս պահին գտնվում ենք մի հրապարակում, որտեղ ծնվել է երրորդ հանրապետությունը, եւ այդ երրորդ հանրապետությունը ծնունդ է արցախյան շարժման։ Չգիտեմ, շատերը մոռանում են, բայց երրորդ հանրապետությունը ծնունդն է, հետևանքն է Ղարաբաղյան շարժման, Ղարաբաղ կոմիտեի, մեր ժողովրդի պայքարի եւ այսօր էլ գործող սահմանադրությամբ եւ անկախության հռչակագրով դա մեր պետության պարտավորությունների մեջ է մտնում։ Չմոռանանք, որ 20 թվականի հուլիսին այս իշխանությունները ընդունել են ազգային անվտանգության ռազմավարություն եւ այդ ազգային անվտանգության ռազմավարության մեջ իրենց այսօրվա կառավարիչի ստորագրությամբ նշված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Արցախի անվտանգության երաշխավորն է։ Այսինքն նոր սահմանություն չկա եւ Նիկոլ Փաշինյանի կամքը կամ կարծիքը կամ ԿՊ-ի չի կարող ավելի բարձր լինել, արժեքավոր լինել, քան Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը, սահմանադրությունը եւ անկախության հռչակագիրը։ Ինչպես գիտեք, հանրապետական կուսակցությունը իր ստեղծման օրից միշտ պայքարել է Արցախի ինքնորոշման իրավունքի համար, մեր կուսակցության առաջնորդները բոլորը եւ Աշոտ Նավասարդյանը եւ Անդրանիկ Մարգարյանը, Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը, գիտեք, եւ Արցախի հերոսներն եւ Արցախյան պայքարի ղեկավարներից են եղել եւ այստեղ մեր կարծիքը չի փոխվել։ Մենք շատ հստակ կարծիք ունենք, մենք պետք է կարողանանք մենք վեր կանգնելով խմբային շահերից փորձել սատար կանգնել Արցախայության եւ վերադարձի իրավունքին, եւ ինքնորոշման իրավունքին, իհարկե շատ լավ հասկանում ենք, որ հիմա Արցախը գերության մեջ է, բայց ով է ասել, որ հայրենիքը մի անգամ են ասոտագրում։ Եթե մենք, սրանց նպատակը մեկն է, որպեսզի մենք մոռացության տանք 88-ի Արցախյան շարժման իդեալներն ու գաղափարները։ Սա, եթե որևէ սերունդ մոռացության մատնեց Արցախյան շարժումը եւ նրա իդեալները, Արցախայության խնդիրը, եւ Սարգսյանն այս խնդիրը ընդամենը 40+10,000 դրամի խնդիր, մարվելու է գնա, ոնց որ ժամանակի մարվելա նախիջևանցիների հարցերը, շահումյանցիների եւ այդպես շարունակ։ Արցախի հարցը չկա իմ համար առանձին Արցախյան հարց։ Կա, ինչպես մեր հարգարժան եւ մեծարգո Բակո Սահակյանն է ժամանակին ասում, կա հայկական հարցի Արցախյան դրսևորում։ Էլ չեմ ասում, որ սրանք չեն խոսում առհասարակ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերության մասին։ Դա մեր բոլորիս ամոթն է, եւ ոչ թե նրանք են գերության մեջ, մենք բոլորս էլ գերության մեջ ենք։ Դրա համար, որպեսզի վերամբարձ բառեր չասենք, եկել են մեր սատարումը հայտնել ձեզ, հանրապետականը եւ իր իշխանության տարիներին, եւ անկախության առաջին տարիներին, եւ 18 թվականից հետո, եւ 20 թվականից հետո երբեք չնայած աշխարհակաղակական իրավիճակի փոփոխությանը մենք ունենք կարմիր գծեր։ Այդ երկու կարմիր գիծը դա Հայաստանի անկախությունն է եւ Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը։ Սա է մեր երկու կարմիր գծերը։